Նույնիսկ կարողանում էինք համերգներ կազմակերպել այդ վատ օրերին։ Չեմ ուզում դրա մասին մտածել, որ մենք չենք գնալու, բայց մեր արմատները մնացել են Արցախում։ Արցախի հողը ինձ մի ուրիշ ուժ էր տալիս։ Արցախը հայության սիրտն է։ Մի մոռացեք։ Արցախի վաստակավոր արտիստ Տաթևիկ Բալայանի ձայնն Արցախում մարդկանց շատ էր ոգեշնչում։ 2020-ի պատերազմից հետո գիտեմ դժվարությամբ էիք բեմ բարձրացել, երգել։ Արցախի կորստից հետո, երբ սկսեցիք երգել, ինչ երգեցիք։ Արցախի կորստից հետո առաջի անգամ բեմ բարձրացանք դեկտեմբերի 10-ին։ Որոշվեց, որ մենք պետքա մեր ձայնը բարձրացնենք մշակույթով։ Կազմակերպվեց մեծ համերգ բոլոր մշակութային կոլեկտիվների մասնակցությամբ։ Ամեն ինչ անում էին, որպեսզի գոնե մշակույթը փրկեն։ Այդտեղ երգեցի։ Այնուհետև մի տարի ընդհանրապես չեմ երգել եւ մտածում էի, որ այլ երգով չեմ զբաղվելու։ Փորձում էի գուցե, չգիտեմ, մոտս լավ ստացվում էր թխվածք թխել, տանը ինչ-որ բան էի թխում, մտածում էի, ասում էի, գուցե դրանով զբաղվեմ, ինձ տեսնում էի ուրիշ ոլորտներում, փորձում էի տեսնել։ Բայց մի տարի հետո հասկացա, որ 26 տարի մի գործով զբաղվել, այնուհետև փորձել ինչ-որ ուրիշ գործով զբաղվել, ամենայն դեպս սխալ է եւ Աստծո տված շնորհքը ես չէի կարող կորցնել ու դրանով, քանի որ դա իմ առաքելությունն է, ես դրանով պետք է զբաղվեի նորից ու մի տարի անց նորից սկսեցի երգել։ Իսկ երաժշտությունը մեղմում է կորստից հավը։ Այո, ես միշտ ասել եմ, որ երաժշտությունը ինձ կարողանում է այդ վատ իրավիճակից միշտ դուրս բերել։ Յուրաքանչյուր իմ կյանքի վատ շրջաններում, թեկուզ այդ փորձի մեր դահլիճում, որ ես մտնում էի փորձասենյակ, ինչ որ ես գոնե այդ 2 ժամով, 1 ժամով կտրվում էի այս իրականությունից եւ հիմա երգը նույն ձևի կարողանում է ինձ բուժել։ Իսկ փոխվել է երգացանկը։ Հիմա երգացանկս ավելի շատ ջազային է, քանի որ հիմա այն վայրերը, որտեղ ես երգում եմ, պահանջարկը ջազայինին է, դրա համար ես այդ ռեպերտուարով եմ հիմա հանդես գալիս։ Իսկ Ղարաբաղ պետական էստրադային համույթը այստեղ չի շարունակում իր գործունեությունը, չստացվեց, քանի որ ֆինանսական մեծ խնդիրների հետ է կապված եւ չֆինանսավորվեց եւ համույթը իր գործունեությունը դադարեցրել է։ Իսկ կա մի երգ, որը առանց հուզմունքի չեք կարողանում կատարել։ Այո, ես հիմա երգում էի դեռ մանկուց Քելլաոն։ Հիմա չեմ կարող երգել Քելլաո։ Չգիտեմ, երևի արդեն բառերի իմաստը իսկապես հասկանալով եմ երգում եւ գրեթե մեր պատմությունն է։ Դրա համար այդ երգը չես ուզում վերապրել։ Ես փորձում եմ, ասում եմ կարողանամ երգեմ, բայց մենակ արդեն սկզբի այդ հատվածը հիշելով արդեն չեմ ուզում փորձեմ, որովհետև գիտեմ, որ միջև վերջ չեմ կարողանալու երգեմ։ Իսկ երբ մտովի Արցախ եք տեղափոխվում, վստահ եմ դա հաճախ է տեղի ունենում։ Ինչն եք ամենաշատը կարոտում, ինչից եք ամենաշատը հուզվում։ Կարող է շատ տարօրինակ թվա, բայց ես իմ մանկությունն եմ հիշում։ Թեկուզ այդ մանկության տարիները երևի ամենաբարդ տարիներն էին բոլորիս համար, ովքեր վերապրել են 90-ականների պատերազմը։ Մենք թեկուզ նկուղներում էինք, թեկուզ այդ վատ օրերը ամեն ձև ապրել ենք, վերապրել ենք, բայց եւ այնպես մենք լավ հուշերով ենք հիշում այդ օրերը։ Չգիտեմ, ջերմություն կար։ Նույնիսկ երբեմն կարոտում եք։ Կարոտում եմ, շատ եմ կարոտում։
մեր այդ օրերը այդ համախմբված ամեն ինչ միասին ենք անում, նույնիսկ կարողանում էինք համերգներ կազմակերպել այդ վատ օրերին, երեխաներ էինք, այդ նկուղի ժողովրդի համար համերգ էինք կազմակերպում, բոլորին հանում էինք նկուղներից, նստացնում էինք նստարաններին, համերգներ էինք կազմակերպում, ես շատ եմ կարոտում մեր մանկությունը, թեև վատ ու դժվար օրեր էին մեր համար։ Մենք որ տեղափոխվեցինք Հայաստան, Արցախի մասին գրեթե չէի ուզում խոսել, լռությունների մեջ ավելի շատ, որովհետև սիրում եմ լուր։ Հիմա գտնում եմ, որ պետք է խոսել, որովհետև ինչքան չենք խոսում, այնքան կարող է մոռացվի Արցախի մասին։ Բայց որ հիշում եմ Արցախը, իհարկե շատ դժվար է պատկերացնել այն պահը, որ էլ կարողա չտեսնես Արցախը։ Կարողա քո ծննդավայրը, քո մանկությունը, քո պատանեկությունը, քո երիտասարդությունը, քո ամեն ինչը անցել է այնտեղ։ Ընտանիքդ այնտեղ ես կազմել, քո երեխաները այնտեղ են ծնվել, քո հարազատների շիրիմները այնտեղ են։ Շատ մեծ հուզմունքով եմ դրա մասին մտածում, որ կարող է պատահի, որ բայց եւ հույսը այնուամենայնիվ չի մարում մեր մեջ։ Իսկ ավելի շատ հույսն է, թե կարոտը։ Եվ կարոտը եւ չեմ ուզում դրա մասի մտածել, որ մենք չենք գնալու։ Կարող ասենց նույնիսկ մտածելու տեղիք տա, կարողանաս մի անգամ սենց մտածել դրա մասին, բայց եւ ասում եմ չէ։ Պետք է գնանք, ճիշտ չի, որ մենք մեր ծննդավայրը, մեր հազարամյակների Արցախը էլ հայկական չլինի։ Իսկ որքանով է Արցախը ազդել ձեր երաժշտական մտածողությանը։ Շատ է ազդել, հիմա ավելի խորն եմ, հուզիչ եմ ավելի զգայուն եմ, ավելի նրբանկատ երգերն եմ լսում։ Չգիտեմ, չեմ կարող նկարագրել, քանի որ բառերով չես կարող նկարագրել ոնց ես սիրում ու կարոտում միտեղ, որտեղից դու էներգիա ես ստանում։ Եվ միտեղ, որ պատկերացնում ես, որ արմատներիցդ կտրել են, հիմա դու առանց արմատ ես ու այդ ուժը գետնի վրա չես զգում։ Թեկուզ էս էլ մեր հայրենիքն է, խոսք չկա դրա մասին ասելու, բայց մեր արմատները մնացել են Արցախում։ Ես որ երգում էի Արցախում, հիմա համեմատում եմ, որ երգում եմ այստեղ, Հայաստանում, ես միշտ ասում եմ, որ Արցախի հողը ինձ մի ուրիշ ուժ էր տալիս։ Մի ուրիշ ձև ոգևորություն էր տալիս։ Ես այդ ոգևորությունը թեկուզ մենք էլի հայրենիքում ենք, թեկուզ Հայաստանն էլ մեր հայրենիքն է, բայց ես իմ ծննդավայրում ավելի մեծ ուժ էի ստանում այդ երգից, երաժշտությունից։ Իսկ երբ դա հասկացաք, որ ձեր ձայնը կարող է դառնալ խոսք Արցախի մասին։ Հենց մի տարի հետո, որ արդեն այդ դադարից հետո սկսեցի երգել, ես կարծում եմ, որ հիմա ավելի շատ պետք է երգվի, ասվի Արցախի մասին։ Ես համոզված եմ, որ դա էլ ուժ է։ Երգն ու երաժշտությունը նույնպես ուժ ունի, եւ դրանով մենք մեր խոսքը գոնե դրանով կարող ենք բարձրաձայնել եւ ասել աշխարհի երկրներին թույլ չտալ մոռանալ Արցախի մասին։ Տաթև միշտ ասել եք, որ աշխատանքի մեջ եմ հանգստանում։ Հիմա հանգիստ ունեք։ Իսկապես աշխատանքի մեջ եմ հանգստանում։ Ինչքան շատ եմ երգում, համերգներ ունենում, այդ օրը, որ գալիս եմ տուն, էներգիաս կրկնապատկվում է։ Հանդիսատեսից ես այդ էներգիան ստանում եմ։
միշտ մարդիկ մտածում են որ գործից հետո պետք է որ հոգնած գաս տուն, ես ընդհակառակը, որ աշխատանքի եմ լինում, ես կրկնապատկվում եմ իմ էներգիան, ես աշխատանքի մեջ հանգստանում եմ իսկապես։ Կարող եք ասել ինչ պատասխանատվություն ունի հայ արտիստը Արցախի մասին հուշերը վառ պահելու համար։ Վերջերս համերգ կազմակերպվեց համալիրում, արձահամերգային համալիրում, բոլոր էլի նույն այդ մեր մշակույթի պահպանման կենտրոնն է կազմակերպել համերգը մեր բոլոր պոակների, գրեթե բոլոր պոակների մասնակցությամբ, ովքեր որ քիչ թե շատ այստեղ կարողանում են իրենց գործունեությունը շարունակել, ծավալել, եւ այդ համերգում մեր ասելիքը այն էր, որ մունք կանք։ Այդ է մեր ասելիքը, որ մենք պետք է շարունակենք մեր գործունեությամբ զբաղվել, որպեսզի չմոռանան, որ Արցախում կա նաեւ մշակույթի գործիչներ, Արցախը կա։ Էս է մեր ասելիքը։ Մունք կանք։ Ձեր խոսքում նշեցիք, որ 1 տարի անց եք սկսել արդեն երգել, բեմ բարձրանա, իսկ համագործակցում եք երաժշտական խմբերի հետ տեղի, քանի որ Ղարաբաղ պետական էստրադային համույթն արդեն ցրվել է, այլ երաժշտական խմբերի հետ համագործակցություն կա։ Մի դեպք պատմեմ, որ սկզբից դե չգիտեի որտեղից սկսեմ, որտեղ գնամ երգեմ, ու մի հատ երգչուհի կա շատ լավ, մոտիկ մարդ է, շատ լավ մարդ է, ասեց, որ Երեմյան պրոյեկտում կաստինգ է եւ երգիչ են փնտրում, երգչուհի։ Գնացի այդ կաստինգին մասնակցեցի, սկզբից այդ մեջս այդ բանը կոտրելը շատ դժվար էր, որովհետև դե մարդ արդեն կայացած, արդեն 26 տարի բեմին, միշտ աշխատած, նորից պետք է ես իմ անունը ասեմ ես ով եմ։ Ու ես պետք է գնայի այդ կաստինգին մասնակցեցի, բայց մեջս այդ կարծրատիպը կոտրեցի ու գնացի կաստինգին մասնակցեցի, 5 երգչուհի էին, ես չգիտես ինչի չէի էլ մտածում, որ կարող է ես լինեմ այդ երգչուհիների ցանկով ինձ ընտրեն, այո, եւ արդեն որ զանգեցին երեկոյան, ինձ ընտրեցին, ես շատ ուրախ էի, նախ որ պետք է նորից իմ սիրած գործով զբաղվեմ, ես ծրագիր գրեցի ու սկսեցի համագործակցել, մարտ ամսին արդեն կլինի 1 տարի եւ հիմա արդեն դառնում է որ 3 երաժշտական խմբի հետ եմ համագործակցում, Սարիբեկյան տրիոյի հետ, Արեգ Արուստամյանի տրիոյի հետ եմ եւ արդեն Շերեփ Seasons-ի տարբեր երաժշտական խմբերի հետ եմ համագործակցում եւ ամենակարևորը որ իմ սիրած երաժշտությունն եմ երգում ու սիրած գործով եմ զբաղվում։ Արցախում ձեզ ամենուր ճանաչում էին Տաթևիկ Բալայան, էստրադային երգչուհի, իսկ այստեղ այդ չճանաչված լինելը չի խանգարում ձեզ։ Ես ոչ մի անգամ էլ չեմ ունեցել այդ նպատակը կամ ցանկությունը հասնել նրան, որ ինձ ճանաչեն։ Ես ուղղակի երգել եմ, ես երգելն եմ սիրել միշտ։ Եվ ուղղակի նենց է ստացվել, որ ես Ղարաբաղ պետական էստրադային համույթի մեներգչուհին էի արդեն 16 տարեկանից եւ քանի որ չէի էլ նպատակ չունեի Արցախից դուրս գալու ընդհանրապես տարիներ շարունակ 26 տարի ես աշխատում էի այդ խմբի հետ եւ այդ խմբի մեներգչուհին էի։ Տենց ստացվեց, որ եւ կոչումը ստացա եւ արդեն շրջագայել ենք տարբեր Արցախի տարբեր հատվածներով։ Դրա համար էլ երևի ինքնստիկյան տենց ստացվեց, որ ինձ սկսեցին ճանաչել։ Իսկ Հայաստանում ճանաչելու համար տենց հատուկ տարիներ են պետք։ Երևի հա, ժամանակահատված է պետք, բայց նենց չի, որ ես դրա համար եմ էլի երգում։ Ես ուղղակի երգում եմ, որովհետև սիրում եմ երգել, առանց երգ իմ կյանքը չեմ պատկերացնում, սիրած գործովս եմ զբաղվում։ Իսկ քո ամենամեծ ձեռքբերումը այստեղ ո՞րն ես համարում։ Այն, որ իմ ընտանիքը իմ հետ է եւ ես զբաղվում եմ իմ գործով, այդ արդեն ձեռքբերում է։ Կարող եք մի քառյակ երգել։ Այս ցրտին փորձեմ երգել, երևի կոմիտաս երգեմ։ Չիմացնես մեր սրտերը։
Երևի Կոմիտաս երգեմ։ Հովարեք սարեր ջան, հովարեք, իմ դարդին դարման արեք, սարերը հով չեն անում, սարերը հով չեն անում, իմ դարդին դարման անում, իմ դարդին դարման անում։ Իսկ սովորաբար ինչ եք ուզում փոխանցած լինել ձեր երգի միջոցով։ Երևի թե իմ հոգեվիճակը։ Ես չգիտեմ, ես երգով եմ ապրում։ Երևի թե դա է իմ առաքելությունը, որ ես իմ ասելիքը, ես երջանիկ եմ, որ ունեմ այն, ինչ ես սիրում եմ։ Իսկ ինչը երբեք չեն կարող խլել Արցախից ու արցախցիներից։ Ձեր կարծիքով։ Մեր հուշերը չեն կարող խլել, մեր հիշողությունները։ Դա հիմա դա է մեզ պահում։ Մենք այդ հիշողությունները հիշելով ու պատմելով միշտ կարող ենք հիշեցնել Արցախի մասին։ Եթե մի նախադասությամբ ուղերձվեք աշխարհին, ինչ կասեք։ Արցախը հայության սիրտն է։ Մի մոռացեք։